Սիրելի օգտատեր, սիրելի հանդիսատես, անչափ շնորհակալ եմ, որ նայեցիք տարինց քեզ հետ ներկայացումը էլի կկրկնեմ եւ դեռ կասեմ, այո, իսկ հիմա համեցեք բրբանք, համեցեք ստենդափ եւ ջազ ներկայացմանը, որը կլինի stage համալիրում, stage-ը դա շատ լավ ռեստորանն է մեր ընկերների, որտեղ կան շատ լավ բեմ, որտեղ շատ լավ տրադիցիաներ կա ջազի, այնտեղ խաղամ ընկերների հետ ստենդափ եւ ջազ ժամը 8-ին, ամսի 9-ին, Տոմսոնի տիկետ միկետում է։ Խնդրեմ, համեցեք, բարև ձեզ։ Այսօր կխոսեմ մի շատ ինձ համար շատ ցավոտ թեմայի մասին եւ կարծում եմ, որ այն ցավալի է նաեւ ձեզ համար, սիրելիներս, որտեղ այդ թեման պետք է շոշափվեր, ասենք 16-րդ դարում, ոչ թե 21-րդ դարում։ Մեր հասարակությունում էլի գլուխ է բարձրացնում վենդետայի խնդիրը, այսինքն երբ որ մարդիկ վրեժ խնդիր են լինում, վրեժ են լուծում իրենց ցավերի, իրենց հանդեպ կատարված հանցագործությունների, վիրավորանքների համար, օքեյ, հա։ Շատ ցավալի պատմություն եղավ այդ Մերձավանի բանը դեպքը, հա, միջադեպ չեմ ուզում ընկնեմ այսպես դատա իրավական եւ ինչ որ տենց բան թեմաների մեջ դրա մասնագետը չեմ եւ դատավարություն դեռ չի եղել, թող լինի, հետո կտեսնենք ինչա, բայց գիտենք որ վենդետա է, թեպետ էս այդ սպանությունը շատ կուզեին ընդդիմադիրները սարքել քաղաքական սպանություն, բայց եկեք այսպիսի բաներ հասկանանք, որ քաղաքական հողի վրա էլ են լինում վենդետաներ, երբ է լինում այդ վենդետան, երբ է լինում այդ վրեժ խնդիր լինելու մոլուցկը, երբ որ մարդը խորը դեպրեսիվ վիճակում է, երբ որ մարդը հասկանում է, որ իր հարցին լուծում չեն տալու, այսինքն դա շատ այսպես ցավալի թեմա է, երբ որ մարդը զգում է, որ դատա իրավական այսպես այդ բանը, սիստեմը չի աշխատելու կամ չի աշխատելու այնպես, ինչպես ինքը ուզում է։ Այս վերջերս տեսա մի շատ էլի ահավոր մի նյութ, երբ մի կին գերմանուհի ցույց տվեցին, ինչպես է դատարանում սպանում նրան, ով որ սպանել է իր փոքր աղջկան, բռնաբարերը սպանել էր, եւ այդ մայրը գալիս է, ատրճանակը հանում է, դատարանի շենքում տալիս սատկացնում է այդ մանյակին, նու իհարկե իրան տալիս են 6 տարի ընդամենը, հետո 3 տարուց հետո ազատում են, որտեղ աֆեկտիվ վիճակում էր այդ կինը եւ երեխա է կորցրել։ Իհարկե կարելի է վենդետաները արդարացնել, որտեղ մարդ Աստված ասում են տնից տեղից հերու պահի հա մեզ բոլորից նմանատիպ զգացողություններ եւ նմանատիպ ապրումներ ունենալուց, բայց կարող ես այս մարդկանց հասկանալ։ Զուտ մարդկայինորեն, որ այդպիսի բան է ստացվել, անարդար մի բան է ստացվել։ Երևի թե այդ կինները էր զգում, որ այդ մանյակին, որը որ բռնաբարել եւ սպանել էր իր երեխուն, աղջկան, կարող է մի 10 տարի, 10 տարի հետո ասենք, հա, ասենք դուրս գալ, դրա համար որոշեց սատկացնել դրան։ Երևի թե այս Մերձավանի դեպքն էլ, երևի թե այդ երիտասարդները հասկանում էին, որ իրենց դառն ու ցավը ըստ երևույթին արժանի պատասխան չի ստանա եւ այդ նրանք ասենք նստելուց հետո պիտի դուրս գային հանգիստ ֆրային իրանց համար։ Եվ այդ անարդարության զգացումը մարդկանց տանում է դեպի դա։ Ես ավելի կամ համոզված եմ, որ պրոֆիլակտիկ աշխատանքները, ոչ միայն պրոֆիլակտիկ, այլ չէ պրոֆիլակտիկայի մասին կխոսենք, որ ոստիկանության կոշտ աշխատանքը, որ թեկուս այդ մարդկանց, ով որ սպանության համար ստանան բան, հա, ցմա բանտարկություն, այդ հարցը չի լուծելու։ Այդ հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ որ հասարակության հետ տարվի աշխատանք, որովհետև տվյալ դեպքում, ոնց որ ասում են, չարիքը չարիքով լուծելը միշտ չէ, որ էֆեկտիվ է։ Իհարկե պիտի լինի արդար
դատավարություն, իհարկե, եթե մարդ է սպանել, կոպիտ ասած, ինքը պետք է շատ տուժի։ Եվ կան դեպքեր, եւ որտեղ պետք է ոչ թե ծմա բանտարկություն, ընդհանրապես չեմ ասում, այդ ծմա բանտարկություն, եթե մարդը ասենք առանց մոտիվացիայի, ասենք մի 10 երեխա է սպանել, բռնաբար է, կեր է, չգիտեմ ես ինչ արել, ասենք իրան պետք է գնդակահարել, իրան պետք է ասեն ասել բանտ, եւ հետո իմ հարկերի հաշվին ապրի, եւ նաեւ ձեր հարկերի։ Կան դեպքեր, որտեղ պետք է լինի նաեւ բան գնդակահարություններ, իհարկե։ Թեպետ մեր բանում պետությունը հանեց մեր իշխանությունը հանեց այդ գնդակահարությունը, ասած իդեպ Քոչարյանն է հանել, եթե չեմ սխալվում հոկտեմբերի 27-ից հետո։ Միգուցե սխալվում եմ, չեմ հիշում։ Դա անցնենք առաջ։ Հա, կա այդպիսի բան եւ պետությունը, իշխանությունը պիտի զբաղվի այդ պրոֆիլակտիկայով, ոչ միայն ոստիկանությունը։ Բնականաբար, եթե մարդը ունի հոգեբանական ծանր վիճակ, որ սպանել են իր մերձավորին, որ նա ուզում է վրեժ խնդիրել, թե պետք է ասում չեմ ուզում, պետք է ինչ-որ պրոֆիլակտիկ աշխատանք տարի, բայց այդ որն է չգիտեմ, հոգեբանը չի կարող գանացի իր ատանը եւ ասի չսպանես, ասենք ինչ պիտի անես, որ ինքը այդ քայլին չգնա։ Բարդ հարց է շատ, ըստ իս, էլի նույն ասում Արչի երգը մեղրի մասին է, 7 երգն էլ մեղրի մասին է։ Ժողովրդի հետ հասարակությանը չեն աշխատում։ Հասարակությունը մեծ մասամբ նա ռեֆլեկտիվ եւ իմպուլսիվ մարդիկ են։ Իրանք տեսնում են մի բան ռեֆլեքսիա են անում։ Դա ամբողջ աշխարհում է այդպես, ու մենակ Հայաստանում չի։ Բայց եթե դու հերոսատեսությամբ ամեն օր տեսնում ես գողական ռազմորկեր, եթե դու ամեն քայլափոխին բացի ուտելիքից եւ սեքսից բան չես տեսնում, բան այդ պլակատներին, քո մոտ այդ միտքը բարիության, բարոյականության, ես իմ ինչի բանը կարեկցանքի, հա, չի ծագում, բացարձակ։ Դու տեսնում ես ինչ-որ մի բան եւ դա ռեֆլեքսիա ես անում դրան։ Ես մի անգամ ես իմ վրա կպատմեմ, որովհետեւ մենք շատ բան ենք, մենք շատ էմոցիոնալ ազգ ենք, շատ հաճախ եւ դու բառը չեմ ուզում ասեմ, բայց տգետ, ինչ պիտի ասեմ, այո, հասարակությունը բավականին տգետ է, հա, անգետ ասեմ, լավ, չնեղանան բոլորը, չնայած այնով որ ինձ լսում է, դրանցից չի հաստատ։ Եվ ամեն քայլափոխին դա կարող է լինել, երբ որ մարդ ուղղակի մի հատ սիգնալ տալու համար, արագ քշելու համար, ինչ-որ մեկին հանկարծակի ջրափոսի մեջ ընկնելու եւ ջրելու համար, այդ մարդուն կարող են սպանել։ Ես հիշում եմ, ես Երևանում Չորդ գյուղում էր, որ դա իմ տունն է, առավոտ շուտ գնում եմ, տեղ եմ գնում, թե երեխուն եմ տանում դասի, թե բերել եմ, չեմ հիշում, այնպես ստացվեց, որ կարմիր լույսից ես մի քիչ ուշ պոկվեցի, հետևես մի հատ էլի երիտասարդ էր, որը որ հա սիգնալ տվեց եւ այլն, դե ես չէի կարող կարմիր լույսից տակ մտնեի խաչմերուկ, ասեցի երևի շատ շտապում է կարող է մեքենայի մեջ իրա Չո մի հիվանդ մարդ կա կամ շտապում էլի մարդը մի քիչ աչք քաշեցի որ անցի բան ինքը եկավ կանգնեց ժամ կողքս կանգնեց պատանը իջացրեց եւ սկսեց ամենակեղտոտ հայանքները հնչեցնել ես պատանը բացեցի եւ ժպտացի նա մի անգամից սեկրետ ընկավ իհարկե վայ պարոն Դանելյան դուք եք ասի հա ես եմ բայց կանանք մի րոպե կանգնենք հա հարց չկա բան տենց էլի փոփոլամիշ եղավ կանգնեց ասի տղա ջան Հələ ժամը 9:30 առավոտ շուտ։ Դուս ենք եկել բոլորս մարդա իրա գործերով։ Եթե դու հիմա ես արդեն տենց կատաղած եւ ինձ ուզում ես սպանես, ինձ որ հորթայ մարդա, գոռում, հայհոյում, ճվում, բան անամ, տենց այրա ու ես չես կարում աչքաշես բան եւ այլն թողոտենում ես շտապը։ Եթե դու հիմա ես տենց, երեկոյան ինչ ես լինելու։ Երեկոյանն է լինելու է մարդասպան։ Եվ եթե ես չլինեի, եթե նա ինձ չճանաչեր, հաստատ կլիներ միջադեպ։ Նու ես առանձնապես ագրեսիվ մարդ չեմ կարող
ուղղակի իրար քաշքշեինք, ոչ սպանելու է իրան, բայց դա կարող էր սպանել, չգիտեմ։ Համենայն դեպս սղացրինք, ոնց որ ասում են, իմ ասենք այն որ ճանաչեց, առանձնապես տենց բան չեղավ, չզարգացավ միջադեպը, հասկանում եք։ Մեղավոր է այդ մարդը, իհարկե մեղավոր է, անդասիրակ է այդ մարդը, անդասիրակ ժանասուն է, պարզ է, նորմալ է։ Այդպիսի անասուններ շատ կան, ամեն տեղ ստեղ էլ կան, դուք իրեք Ամերիկայում չկան լիքն են, ստեղ ավելի վտանգավոր է, ստեղ մեկին մի թարս բանացես, սաղի մոտ զենք կա, կարող այն ստեղում տա սատկացնի, հասկանում եք։ Հիմա մեր հասարակությունը, փոքր հասարակությունը, մեր հասարակությունը բավականին անդասիրակ հասարակություն է, բավականին կոպիտ եւ իրար հանդեպ այսպես շատ լարված։ Մի գյուղը մյուսին չի սիրում, մի գյուղից այն գյուղին աղջիկ չեն տալիս, իրար հանդեպ ինչ որ վատ են, իրար բան են, ինչից է դա, որովհետև չեն աշխատում մարդկանց հետ կրթական համակարգ, ոստիկանություն եւ այլն, իսկ կարան գնանք, բարձրանանք մինչեւ վերև, երբ որ մարդ տեսնում է, որ պարլամենտում իրանց անասունի պես են պահում, իրանք էլ են տենց լինում, ես խոսել եմ դրա մասին, բազմիցս, խոսել եմ։ Երբ որ մարդ տեսնում է, որ պաշտոնյան կարող է գողական լինի ախպերը, իրար հետ բան ռազմորգեքի մեջ, իրանք տենց են լինում։ Հերու չգնանք, Սերժ Սարգսյանը ժամանակին գնում էր Յապոնչիկի հետ ռազմիրատերան, չէ՞ ինչ որ լսել ենք էլի այդ ամենը, չէ՞ որ տենց իրար հետ ինչ որ տալիս առնում էին բան եւ այլն։ Հիմա Յանի տենց չի, Յանի տենց է։ Տենց է թեկուզ նրա համար, որ քրեական ենթամշակույթի համար օրենք էին հանում, խոսում էին, բայց նույն բանն է էլի։ Նույն բանն է, իրար հետ ռազմորգեք, երեխեքը դպրոցում իրար ծեծում, սատկացնում են, գործ տվող, գործ չտվող, հիմար խոսակցություններ, եւ դասատուից բռնած, մինչև ասենք երեխա, մինչև ծնող, էդ են։ Որն է դրա լուծումը, բացի կրթությունից, ժողովուրդ ջան, ասել եմ, այդ անտեր հեռուստատեսությունը վերջապես օրենք ընդունեք, որ այդ գողական, այդ անասուն սերիալները չզարգանան կամ պետական պատվերի չեցնեք, որ դրա կողքը, եթե դա դե ասում կոմերցիոն հեռուստատեսություն է, իր գործները դա անում է, ինչ անի, մենք ինչ կարանք անենք։ Մենք դեմոկրատ երկիր ենք, ամեն մեկ իր պրոդուկցիան արտադրում։ Հասկացանք, իսկ պետությունը չպետք է իր պրոդուկցիան արտադրի։ Ինչու՞ միտեղ գրած է, որ պետությունը իրավունք չունի իր պրոդուկցիան արտադրի, հեմեկ ունեք, արա։ Որը որ էլի մեր հարկերով ապրում է։ Ի վերջո կարելի է պետպատվերներ ընդունել, բան իջեցնել, հա, նմանատիպ էլի սերիալներ, որոնք որ բարիության մասին են, ոստիկանի արժանապատվությունը բարձրացնող, դասատուի ուսուցչին ներկայացնող որպես ազգի հերոս, էլ չեմ ասում, որ պետք է սոցիալական վիճակը բարձրացնես իր, հա, զինվորի, այսպես ասած, սխրանք, ու եւ այլն, լիքը տափակ բաներ կա, որ ասենք, որ ասում ես տափակ բաներ է, դա իրականում տափակություն է, բայց կարևոր բաներ են դրանք։ Երբ որ դա ուղղակի ասում ես, հնչում է որպես տափակ բան, բայց երբ որ դա գործողություն է լինում, դա լուրջ բան է։ Եվ մարդիկ սկսում են օրինակներ ունենալ, սովետական միությունում չխմած։ Օրինակ ովքեր էր։ Հերոսներ էին հայրենական պատերազմի, այն անասուն Պավլիկ Բարոզով, բան ինչ լրփի վաստակասեց, բան էր, հերոս էր, էլի ասենք, որ բաներ ասենք, տենց ծառայում էր խորհրդային միությանը եւ այլն, հա, դա որև նա ուզում է դաստիարակել այդպիսի քաղաքացիներ։ Արա դուք ինչ քաղաքացի եք ուզում դաստիարակել, այս ինչ որ ունեք, հա, որ նորմալ մարդիկ չկարան փողոցով քայլեն, որ նորմալ մարդիկ արտագաղթեն, որ նորմալ մարդիկ երազեն, թե երբ ռադները քաշվող իրանց երեխեքը այդտեղ չմնան, հա։ Եվ այդ բարգերը հետո գնան բանակ, եւ այդ մարդիկ իրանց երեխեքին ուղարկեն նորմալ մարդկանց, օրինակ իմ ներկայացման մեջ կա, տարինց քեզ այդ ներկայացման մեջ կա, որ մեկը յախշի է, ասես գալիս, ասում է, յախշիներն են, էլի, որ ամեն մի բանը նորմալ մարդու, նորմալ ընտանիքից դուրս եկած երեխեն ինքնասպան է ալնում։ Որով ամեն բոզի տղա յախշի է, ներեցեք արտահայտությանց համար, յախշի բառի համար, ներեցեք։ Ու այդ յախշիները նաև հասարակության մեջ են, եւ դա նորմալ է, չի կարա դա նորմալ լինի, չի կարող, կոբուլի բանը, մոնտեկիների կոբուլիների ժամանակ անցել է արդեն, վաղուց,
90-ականներում իրա գյուլում էին հասկացանք։ Վա, պետությունը նոր էր կազմավորվում, նոր էին արդառնում, բան եւ այլն։ Հիմա էլ է տենց։ Հա կարող է այդ մակարդակից որ ամեն օր սպանեն իրար։ Ես հիշում եմ 90-ականներին ես բան Այգեձոր եմ ապրել։ Բանը այդ ներքևի ձորի ռեստորանները կա, նոր էին բացվում, այն աննասում մի հատ երաժշտություն էին դնում, առավոտը սում են կրակեր իրար վրա արդեն կրակոցներ, մենք պատոնները փակում նստում ենք, ասում ենք, դա ռեստորանը մի 300 մետրի վրա է, կարող ապատեի հանգարց գնդակը հասնի քեզ բալկոն։ Հիմա տենց չի։ Բայց այդ մթնոլորտը, այդ որը որ կա, համարյա նույնն է։ Մանավանդ քաղաքական դաշտում, չէ՞ որ ասենք այդ սպանվածը քաղաքական դաշտից էր, վենդետան քաղաքական դաշտում է եղել, միգուցե քաղաքական պատվեր չի, բայց ներքին ռազմորկա է էլի, իսկ եւ եթե այդ դաշտում ռազմորկա կա, այն հասարակ ելակոտ երեխեքին ասենք ինչ ասեց, որ դբրոցում խի նայեցիր, խի ասեցիր, խի եկել լարից տելը բնախբերես, էդ ենք, եւ դան վերջ չկա, որովհետեւ ոչ կրթական համակարգն է զբաղվում երեխեքով, ոչ իշխանությունն է զբաղվում երեխեքով, ոչ մեդիան է զբաղվում երեխեքով, մեզանով հասարակ մարդկանցով չի զբաղվում, չկա այդ պետ պատվեր ասածը, չկա, պետ պատվերը դա ոչ թե բան է, որ վերևից իջացնել ասեն հենց է բանա սենց պետք է դու գրես կամ սենց պետք է խաղաս կամ էս պետք է վչի դա չի պետք պատվերն է որ պետությունը հասկանում է ինչ տիպի հասարակություն է ուզենում վաղը ունենա ինչ տիպի հասարակություն իսկ մենք խոսում ենք միայն ինչ որ կեղծ օրակարգեր են գցում առաջ բան այսօրվա Հայաստան իրական Հայաստան երեկվա Հայաստան սահմանները կան չկան, եսի մի ինչ բանալի վես ասեց, են ասեց, բայց դա շատ զզվցրիկ էլի ինչքան կարելի է, ինչքան կարելի է։ Նախիրին ինչ տարբերություն Հայաստանը ոնց է։ Եթե նախիր է ժողովուրդ, մեծ մասը նախիր է։ Իրար սպանում, ծեծում, իրար գողական ռազմորկեքի մեջ, ռաբիզի ու քաքի մեջ։ Հիմա իրան ինչ տարբերություն, Նիկոլնա թե Էսիմովը ինչ տարբերություն։ Իրան ինչ տարբերություն։ Անասուն է։ Ուրեմն իսկապես, եթե տենց հա, եթե այդ իրական Հայաստանը մենակ ուտելու համար է, որ ասենք գուշ թևապահով ապրենք բանի մեջ, տենց որ հանգարց ասենք պատերազմ չլինի, խաղաղություն լինի, մենք եք ընդ ապրում, ելեք ռադեստով հանգիստ вообще ապահով նորմալ Դուբայում, բանում նորմալ ավելի ապահով, ավելի կուշտ, ավելի լավ, ավելի հանգիստ ինքես համար ինչ ա եղել որ պիտի հասկանանք վերջապես մենք ինչ հասարակություն ենք ուզում ինչ մարդ ենք ուզում մենք վաղը ունենանք մեր երեխեքը ինչ պետք է շնչեն եթե գողական կրիմինալ իր սպանելու ու սատկացնելու մտնոլորտը նորմալ մարդիկ երկրից կգնան հենց այդքանը ժողովուրդ ջան լավ ինչ ասեմ դրա մասին նաև իմ ներկայացումներն են դարեր շարունակ արդեն զզվեցին նույն թեմաներից Կին տղամարդ հարաբերություններն են, ինչ ասեմ, հայր և որդիներ, ասենք, հարաբերություններն են, ամսի 9-ին եկեք ստենդապ և ջազ նայելու և լսելու, էլի կշփվենք իրար հետ, եկեք բրբանք, տոմսերը թիքետ միքետում են, այսօրվանից սկսենք առնել և ամրագրել, որպեսզի մի լավ իրար հետ ժամանակ անցկացնենք, ահան, կնոպկեն, ուր կնոպկեն էսա, էսա կնոպկեն,